Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կամ էկզո ներքին գործերի նախարարության տվյալներով մահացածը Երևանի բնակիչ 45-ամյա Ա.Վ.-ն է։ Գերատեսչությունը հայտնել է նաև, որ իրավապահ մարմինների իրականացրած անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում արդեն պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը։ Իրավապահները հիմա փնտրում են նրանց։ Հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 6-ը այժմ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Նրանց մի մասն արդեն վիրահատվել է։ Դեպքի վայրում կրակոցներից վնասվել է բնակիչներից մեկի մեքենան, որը լրագրողների հետ զրույցում նշել է, որ միջադեպի պահին տանը քնած է եղել։ Դեռևս անհայտ պայմաններում ադրբեջանցիներ են եկել Ամասիա։ Համացանցում տարածված կադրերում երևում է, թե ինչպես են նրանք հավանաբար ռուսերենով խոսում հայ պարեկների հետ։ Մյուս տեսանյութում էլ ադրբեջանցի տղամարդը դիմում է իր հայրենակիցներին, ասելով մեջբերում. Սուրնելլարımızın gözündən baxırıq. Hamının gözündən baxırıq. Ողջույններ Ամասիայի հենց կենտրոնից կարոտած նայում ենք մեր բնակավայրերին։ Գիտեմ, որ հիմա բոլորի սիրտն էլ այստեղ է։ Աստված տա ամեն ինչ լավանա, որ վերադառնանք մեր հայրական օջախները։ Ադրբեջանցին տեսանյութում նաև վերհիշում է Ամասիայի խորհրդային տարիների տեսքը, մատնանշելով, թե որտեղ են գտնվել Լենինի արձանը, քարե աղբյուրները, խանութն ու ռեստորանը։ Նա հույս է հայտնել, որ ով ցանկանա կկարողանա վերադառնալ։ 2 dənə burada daşdan bulaq var idi, parkın qabağında. Ինչպես է կոչվում այդ գումարը 4-5%։ Տաքսու վարորդները բողոքի ակցիան իրականացրել կառավարությունից պահանջելով վերանայել ոլորտի կարգավորումներն ու պաշտպանել իրենց ոտնահարված իրավունքները։ Ակցիայի մասնակիցների պնդմամբ շուրջ 100,000 վարորդ այսօր մնացել է բախտիքը մահաճույքին, քանի որ պետական ոչ մի կառույց չի զբաղվում նրանց խնդիրներով։ Ըստ Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մեսրոպյանի, վարորդների հիմնական դժգոհությունն այն է, որ թեև իրենք պետտուրք են վճարում եւ ամսական 2000 Վարորդների պահանջը որ կա, ասում է ես վճարում եմ պետտուրք, համարվում եմ աշխատող պետության ներսում, 200,000 դրամից ավել էլ ես վաստակում եմ, բայց ես չեմ համարվում աշխատող։ Վաղը թոշակ չեմ ստանա։ Ես այսօր գնում եմ բանկ վարկ ստանալու, ասում է դու չես աշխատում, դու գործազուրկ ես օրինակի համար։ Բայց փաստացի ես մարդը գրանցված է, տուրք էլ վճարում է։ Այսինքն էսի պետության кողմից ռեկետ է, եթե ռեկետ չի պետություն, բա դու այս վարորդներին ինչ ես հետ տալիս։ Սրա դիմաց դու իրանց ինչ ես հետ տալիս։ Странное заявление, мне кажется, они малодопустимы. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տարօրինակ եւ անթույլատրելի է որակել 3 օր առաջ Հայաստանի վարչապետի հայտարարությունները երկաթուղու կառավարման եւ կոնցեսիոն պայմանագրի հնարավոր փոփոխության վերաբերյալ։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ Հարավկովկասյան երկաթուղին արդեն 20 տարի ապահովում է ոլորտի կայունությունը եւ իրականացնում է զգալի ներդրումներ, որոնք դեռևս չեն փոխհատուցվել։ Զախարովայի պնդմամբ ռուսական օպերատորը Հայաստանին չի զրկում մրցակցային առավելություններից, այլ ընդհակառակը ստեղծում է դրանք։ Նա նաև շեշտել է, որ Երևանում մեջբերում մոռացել են ընկերության ստեղծած բազմաթիվ աշխատատեղերի մասին։ Управление ЗАО Южно-Кавказская железная дорога уже более 20 Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի բարեկամության ցուցանիշը զգալիորեն նվազել է։ Նման եզրակացություն են արել Կապի զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի վերլուծաբանները։ Ըստ նրանց 2025 թվականին Երևանը սկսել է ակտիվորեն շարժվել դեպի արևմուտք, արագացնելով մերձեցումը ԱՄՆ-ի, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ։ Որպես վարկանիշի անկման հիմնական գործոններ, վերլուծաբանները մատնանշել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում Վաշինգտոնի դերակատարումը, հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները եւ վիզայի ռեժիմի ազատականացման քննարկումները։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավացության դատարանի նախագահ Հովհաննես Մելքոնյանի, դատավոր Սիմա Աբովյանի եւ ԲԴԽ անդամ դատավոր Էդգար Հովհաննիսյանի որոշումների հետևանքով հոգեվոր կարգավիճակ չունեցող անձինք իրականացնելու են կրոնական ծեսեր, ինչը հոգեվոր դաշտում հավասարազոր է սրբապղծության։ Նման պնդում է արել Մայրաթորի փաստաբան Արհա Զոհրաբյանը։ Հենց այս դատավորներն էին որոշել, որ Խորանից այդպես էլ չիջած կարգալույց հոգեվորականները Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը պետք է շարունակեն ծառայություն մատուցել եկեղեցիներում։ Փաստաբան Արհա Զոհրաբյանը խոստացել է դատավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը մոտ ապագայում բարձրացնել։ Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանցի սակրավոր է պայթել։ Ադրբեջանի համապատասխան կառույցների մամուլի ծառայության փոխանցմամբ սակրավորը վնասվածքներ է ստացել հակահետևակային ականի պայթյունից, վնասելով դեմքն ու ձախ ձեռքը։
Ըստ Axios պարբերականի Սպիտակ տունը նախապատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության։ Աղբյուրի պնդմամբ Ժնևում Իրանի արտգործնախարարի եւ Միացյալ Նահանգների բանագնացների վերջին հանդիպումը փաստացի ձախողվել է, չլուծելով միջուկային ծրագրի շուրջ սկզբունքային տարաձայնությունները։ ԱՄՆ-ն Թեհրանին տվել է ընդամենը 2 շաբաթ ժամանակ, որից հետո ռազմական բախման հավանականությունը գնահատվում է 90%։ Սպասվող գործողությունը կլինի ոչ թե կետային հարված, այլ շաբաթներ տևող ամերիկա-իսրայելական զանգվածային պատերազմ, ուղղված վարչակարգի տապալմանը։ Այդ նպատակով տարածաշրջանում արդեն կենտրոնացվել են ավիակիրներ, հարյուրավոր ժամանակակից կործանիչներ եւ ահռելի քանակությամբ սպառազինություն։ Իսրայելը կողմնակից է ծայրահեղ սցենարին եւ պահանջում է հարվածել Իրանի միջուկային ու ռազմական օբյեկտներին հաշված օրերի ընթացքում։ Այդուհանդերձ նման անկանխատեսելի առճակատումը կարող է Միացյալ Նահանգներին ներքաշել վերջին տասնամյակի ամենաաղետալի եւ վտանգավոր ռազմական արկածախնդրության մեջ։ Ժնևում Ուկրաինայի շուրջ ընթացող եռակողմ բանակցությունների երկրորդ օրն ավարտվել է դեռնփակ եւ լարված մթնոլորտում։ Good afternoon everybody. Today we had another round. Ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը բանակցությունները բնութագրել է որպես ինտենսիվ եւ բովանդակալից, նշելով, որ քննարկվել են անվտանգության մեխանիզմներն ու հնարավոր որոշումների իրականացման կարգը։ Ըստ նրա, թեև կա որոշակի առաջընթաց, սակայն վերջնական համաձայնության համար դեռ ժամանակ եւ բոլոր կողմերի միջև հստակեցումներ են հարկավոր։ Both political and military tracks were engaged. Как вы знаете, переговоры шли 2 дня. Ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին բանակցություններն անվանել է դժվար, բայց գործնական։ Вот еще сегодня около 2 часов. Մինչև Ժնևից հեռանալը Մեդինսկին լրացուցիչ հանդիպում է ունեցել ուկրաինական պատվիրակության հետ։ Происходят события, которые свидетельствуют об... Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այս փուլում քննարկվում են ավելի լայն հարցեր, այդ թվում տարածքային խնդիրները։ Խոսնակը միջանկյալ արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է համարում։ Զելենսկին իր թիմին հանձնարարել է Ժնևում հանդիպում կազմակերպել Պուտինի հետ քննարկելու Դոնբասից զորքերի դուրսբերման հարցը, սակայն շեշտել է, որ ուկրաինացի ժողովուրդը չի համաձայնի միակողմանի նահանջի։ Նա անազնիվ է որակել Ուկրաինայի նկատմամբ Դոնալդ Թրամփի հրապարակային ճնշումները։ Զելենսկու խոսքով դրանք պետք է կիրառվեին Ռուսաստանի նկատմամբ զիջումների հասնելու նպատակով։ Բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության կազմում են հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։ Թեև եվրոպական երկրների ներկայացուցիչները պաշտոնապես չեն մասնակցում քննարկումներին, սակայն նրանք եւս գտնվում են Ժնևում եւ մտահոգված են գործընթացից դուրս մնալու հեռանկարով։ Գործընթացին տեղում հետևել են նաեւ բրիտանացի դիվանագետները։ Իլոն Մասկը X իր միկրոբլոգում վերահրապարակել է մի տեսանյութ, որտեղ իբր երևում է Անտարկտիդայի առասպելական սառցեպատը։ Հրապարակման հեղինակը պնդում էր, թե կադրերն ուղիղ եթերով հեռարձակվել են Starlink արբանյակային կապի շնորհիվ։ Հարկ երկրի տեսության կողմնակիցներն այս տեսանյութը ներկայացնում էին իրենց գաղափարների անհերքելի ապացույց։ Այնուամենայնիվ X սոցիալական ցանցի փաստերի ստուգման համակարգն արագորեն հերքեց այդ կեղծիքը։ Իրականում տեսանյութը նկարահանվել էր Արգենտինայի Պատագոնիա շրջանում եւ որևէ կապ չուներ հարավային բևեռի հետ։ Այս միջադեպը հերթական ապատեղեկատվություն է, երբ սովորական բնապատկերը մատուցվում է որպես համաշխարհային սենսացիա։